Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր մենք խոսելու ենք ձեր հետ Իրանի ուղղության մասին։ Իրանի հետ սպասվող պատերազմի մասին եւ Միացյալ Նահանգների, ինչպես նաեւ Իսրայելի մոտեցումների մասին այդ թեմայի շուրջ, Իրանի շուրջ։ Սա շատ կարեւոր հարց է, որը պահանջում է շատ խորին վերլուծություն։ Առաջ երթին ես ինչպես միշտ ձեզ կոչ եմ անում, որ անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, դրեք զանգակը եւ անպայման լայքեք այս վերլուծությունը։ Դա շատ կարեւոր է մեր ալիքի հետագա զարգացման համար։ Սիրելի հայրենակիցներ, Իրանը կենտրոնում է հիմա միջազգային օրակարգի, որովհետեւ մոտակա ժամանակահատվածում Իրանը կարող է արդեն ստեղծել միջուկային զենք։ Կան դրա տվյալներ եւ այն հնարավորությունները միջուկային ծրագրի, որը Իրանը ունի, վերջի շաբաթների ընթացքում, նույնիսկ կարելի ասել վերջի օրերի ընթացքում նաև լրջորեն աճել են։ Իրանը ըստ տվյալների կարող է մի քանի շաբաթվա ընթացքում ստեղծել իր միջուկային զենքը, խոսք է գնում մոտավորապես 6-ից մինչև 9 ուրեմն միջուկային զենք, նկատի ունեմ հրթիռ, որը կարող է հարված հասցնել Իսրայելին առաջ երթին տարածաշրջանում միջուկային առումով։ Դուք գիտեք, որ Դոնալդ Թրամփը, երբ նախագահ դառավ, հայտարարություն արեց եւ նամակով դիմեց Այաթոլլահ Խոմեյնիին եւ ասաց, որ Իրանի գլխավոր ղեկավարին, հոգեվորականին, որը ղեկավարում է այդ իսլամական պետությունը, շիա պետությունը եւ իրեն կոչ արեց, որ Իրանը սկսի բանակցություններ Միացյալ Նահանգների հետ եւ հրաժարվի միջուկային ծրագրից։ Այաթոլլահ Խոմեյնին եւ իր ենթակա տարբեր այդտեղ անձնավորությունները, նախագահը նկատի ունեմ եւ այլն, հայտարարություններ են արել եւ մերժել են Միացյալ Նահանգների այս հայտարարությունը կամ այս հորդորը, կոչը, պահանջը կարելի ասել նույնիսկ։ Եվ հիմա հաշվի առնելով դա եւ հաշվի առնելով, որ վերջի օրերի ընթացքում միջուկային ծրագիրը ել ավելի ակտիվացել է, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում կուտակում են լուրջ ուժեր։ Հնդկական օվկիանոսում Դիեգո Գարսիայի ուրեմն կղզի վրա, որտեղ որ գտնվում է ամերիկյան եւ բրիտանական օդային ռազմակայան, Միացյալ Նահանգները կուտակել են B2 Spirit, ուրեմն ռազմական օդանավներ, որոնք շատ լուրջ հնարավորություն են, այդ թվում միջուկային զենք կարող են ուրեմն ներառել եւ հարձակվել միջուկային զենքի շնորհիվ եւ ուրիշ շատ ծանր ուրեմն հրթիռներ եւ հնարավորություններ օդային։ Բացի դրանից իրենք վերջի մակարդակի պաշտպանված համակարգ ունեն, որը տալիս է հնարավորություն, որ հարվածեն Իրանին լրջորեն։ Եվ մենք տեսնում ենք, որ այդտեղ կուտակված են նաև ուրիշ համակարգներ, ուրիշ ուրեմն օդային ուժեր, որոնք անհրաժեշտ են լայնածավալ Իրանի վրա հարձակման համար։ Զուգահեռ դրա Միացյալ Նահանգները տարածաշրջան են գրգում իր ուժերը եւ խոսք է գնում իհարկե տարբեր ձևի ուժերի մասին։ Այդտեղ կան նավային համակարգներ, որոնք տարբեր առումով հավաքվել են արդեն։ Մի մասը գալիս է ուրեմն Մերձավոր Արևելքի հատվածից, մոտենում է այդտեղ, մի մասը Հնդկական օվկիանոսից, մի մասը գալիս է հենց Միացյալ Նահանգներից եւ կարելի ասել, որ այդտեղ ձևավորվում է արդեն լուրջ խմբավորում, որը կարող է լուծել մի քանի հարց։ Առաջի հարցը, որը օրակարգում կանգնած է, դա հութիների հարցն է Եմենում։ Եվ դուք գիտեք, որ Միացյալ Նահանգները վերսկսեցին Եմենի վրա շատ ակտիվ հարձակումներ եւ շարունակում են հութիների այդտեղ ոչնչացումը։ Օրերս ես սրա մասին մանրամասն նաև խոսել եմ Նոյան Տապանի իմ ելույթում։ Ես ձեզ ընդհանրապես կոչ եմ անում, որ հետևեք նաև իմեջի վրա ուրեմն
տարբեր իմ ելույթներին, որոնք ես հարցազրույցներ տալիս եմ ուրիշ ալիքներին, որովհետև այդտեղ տարբեր հարցեր են տալի եւ բոլոր այս թեմաների կամ ուրիշ թեմաների մասին այդտեղ էլ եմ պատասխանում եւ միշտ չի որ առանձին վերլուծություններ եմ անում այն թեմաների մասին, որը արդեն քննարկել եմ, բայց հիմա շատ կարևոր եմ համարում, որ ասեմ, որ հութիների առումով լուրջ առաջընթաց կա, որովհետև Իրանը օրերս որոշում է կայացրել նաև, որ հութիների մատակարարումը ավարտի։ Սա ոչ թե նշանակում է, որ Իրանը հետաքրքրված չի էր հութիների գործունեության մեջ, որոնք շատ կարևոր պրոքսի ուժ են Իրանի համար, այլ սա ուղղակի նշանակում է, որ Իրանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի համար։ Իրանի օրակարգը այսպիսին է։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը խփում են Իրանին։ Իրանի իհարկե լուրջ միջուկային եւ ռազմական օբյեկտները խոցվում են, բայց Իրանը դրանից հետո կամաց վերականգնում է իր այդ հնարավորությունները։ Արդեն պաշտոնապես է Իրանը ասել, որ ունենալու է միջուկային ծրագիր, եթե Միացյալ Նահանգները հարձակվեն, ուստի կստեղծի միջուկային զենք արդեն ոչ թաքուն, եթե հիմա Միացյալ Նահանգները կամ Իսրայելը կամ միասին հարձակվեն, եւ փաստացի միևնույն ժամանակ Իրանը խոսում է, որ խոցելու է տարածաշրջանում Իսրայելը եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դաշնակիցներին եւ իրենց ուժերը։ Խոսք է գնում սիրելի հայրենակիցներ Դիեգո Գարսիայի մասին, խոսք է գնում Իսրայելի տարածքի մասին, խոսք է գնում Սաուդյան Արաբիայում եւ ուրեմն Էմիրություններում, Կատարում, Բահրեյնում գտնվող Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի ուժերի մասին եւ իհարկե ծովում գտնվող բոլոր այդ ուժերի մասին։ Իրանը պատրաստվում է նաեւ փակել Հորմուզի այդ ջրանցքը եւ շատ կարեւոր է, որ դա միանգամից ստեղծելու է աննախադեպ խնդիրներ նավթի մատակարարումի համար, որովհետեւ Իրանը սպասարկում է շատ կարևոր մաս նավթի, բայց ոչ միայն հենց Իրանը, բայց այդ հատվածից, ուրեմն տարածաշրջանից հենց Հորմուզով է անցնում աշխարհի նավթի մեծ մասը, եւ Իրանը ուզում է հենց հարվածել ինչպես պատասխան Սաուդի Արաբիայի եւ ուրիշ այդ պետությունների, որոնց մասին ես նոր խոսեցի, իրենց նավթի արտահանման եւ ուրեմն նավթային ենթակառուցվածքների ուղղությամբ։ Դա ստեղծելու է աննախադեպ ճգնաժամ համաշխարհային տնտեսությունում։ Դա նաև իհարկե կարող է լինել շատ ծանր իրավիճակ ընդհանուր տարածաշրջանում, որովհետև ներքաշվելու են մի քանի պետություն պատերազմում։ Հեզբոլլան նաև, ինչպես մենք տեսնում ենք, պատրաստվում է հյուսիսից վերսկսել ռազմական գործողությունները Իսրայելի դեմ եւ այդ վերսկսումը կարա տեղի ունենալ, եթե Իրանի հետ սկսվի լայնածավալ պատերազմ։ Բացի դրանից, իհարկե մենք չգիտենք միջուկային ծրագրի մասին։ Եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, ապա Իրանը ունի հնարավորություն բալիստիկ այնքան, որ հարձակվի Իսրայելի վրա եւ բալիստիկ հրթիռների հետ զուգահեռ կրակի միջուկային զենք եւ տեսեք, եթե պետության վրա կրակում են 100 բալիստիկ հրթիռ եւ 100-ից մեկը միջուկային է, դու չես կարող հասկանալ որն է միջուկայինը եւ ինքը կարող է հասնել իր տեղը, որովհետեւ 100 բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանությունով խոցելը շատ բարդ է։ Հակաօդային պաշտպանությունը իդեալական համակարգ չի։ Նույնիսկ իսրայելականը։ Ուստի այստեղ ստեղծվել է շատ լուրջ իրավիճակ, որտեղ որ պատերազմը կարա խորանալ։ Ոչ միայն սկսվել, այլ խորանալ։ Իհարկե խոսք չի գնում ցամաքային պատերազմի մասին, բայց սա կարող է չլինել միայն մեկ շերտ հարվածների, որովհետև Իրանը ասում է, որ իրանք պատրաստվեն մեկ շերտին ուրեմն դիմանալ եւ հետո շարունակել իրենց նույն քաղաքականությունը, իսկ Միացյալ Նահանգները հասկանում են, որ ուրեմն մեկ շերտը բավարար չի
եւ պետք է լինեն այնպիսի գործողություններ, որոնք քանդեն Իրանի պետությունը, որովհետեւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եւ Արևմուտքի համար կարևորագույն է, որ Իրանը, իսլամական պետությունը Իրանը, չստեղծի միջուկային զենք, որը սպառնալիք է ներկայացնելու ոչ միայն Իսրայելի համար եւ տարածաշրջանի համար, այլ նաեւ միջազգային առումով, ինչպես Հյուսիսային Կորեան է լուրջ սպառնալիք։ Եվ որևէ մեկը չի ուզում թույլ տալ, որ Հյուսիսային Կորեան նոր ձևավորվի եւ տեղի ունենա այստեղ։ Ուստի մենք մոտակա ժամանակահատվածում կարող ենք սպասել լուրջ ռազմական գործողություններին Իրանի հետ։ Եվ դա իհարկե աննախադեպ մարտահրավեր է Հայաստանի համար։ Որովհետև եթե դա տեղի ունենա, սահմանը Հայաստանի եւ Իրանի կարելի է ասել փակվում է։ Զուգահեռ դրա Իլհամ Ալիևը, ես համոզված եմ, եւ այսօր Հասանովին հրաման են տվել, ավելի ճիշտ Հասանովն է նաեւ հրաման տվել եւ հասկանալի է, որ դեր Իրան են տվել զինված ուժերին, որ իրանք պատրաստ լինել հայկական ճակերտներում, ուրեմն գործունեությունի դեմ գործել, ինչ որ պրովոկացիաների դեմ։ Իհարկե հասկանալի է, որ որևէ տենց բան չկա, եւ հասկանալի է, որ Ադրբեջանը շարունակում է սրել իր ռետորաբանությունը, սրա նպատակը իհարկե այն է, որ Ադրբեջանը ցանկանում է օգտագործել այս հնարավորությունը, եթե այն ստեղծվի Իրանի առումով, Իրանի հետ պատերազմի առումով, նրա համար, որ ակտիվ ռազմական գործողություններ սկսի տարածաշրջանում։ Դա կլինի Հայաստանի դեմ, թե դա կլինի Իրանի դեմ, դա հələ դեռ մեծ հարց է, դա կարող է լինի համ-համ, սկսի Հայաստանից եւ ներքաշի Իրանը, կամ ներքաշի այնպես ներքաշի Իրանը, որ ինքը ակտիվ Իրանի տարածքում գործի, բայց Ադրբեջանի համար Իրանի տարածքը Իրանը լուրջ նպատակ է։ Եվ Թուրքիայի հետ միավորվելը կարող է լինել լրիվ ուրիշ օրակարգ։ Ուստի սիրելի հայրենակիցներ, Իրանի հարցը մնում է բաց, մնում է օրակարգում, մոտակա ժամանակահատվածում մենք կարող ենք ասել, որ արդեն Իրանի ուղղությունով մենք կտեսնենք լուրջ զարգացումներ, եւ այդ զարգացումները նաեւ նշանակում են այն, որ կարող են լինել առաջի բախումները մոտակա արդեն ժամանակահատվածում օրերի ընթացքում։ Այսօր կային տվյալներ, որ Իրանը սկսել է ռեփ համակարգները, ուրեմն այն ռադիոէլեկտրոնական պայքարի համակարգները, որը Իրանը ունի, օգտագործել իր սահմաններից դուրս եւ հատկապես ուրեմն Պարսիաթ ծոցի այդ ուղղությամբ գտնվող պետությունների եւ ռազմական հնարավորությունների ուղղությունը, որտեղ GPS-ը այդտեղ խոչընդոտված էր, իսկ GPS-ը գլխավոր հնարավորությունը, որը Միացյալ Նահանգները եւ իր դաշնակիցները օգտագործում են իրենց ռազմական հնարավորությունների համար։ Ուստի շատ լուրջ զարգացում է եւ մենք պետք է անպայման սրանք վերլուծենք եւ սրան շատ ակտիվ հետևենք։ Ես շնորհակալ եմ ձեր ուշադրության համար եւ մենք կհանդիպենք եւ կշարունակենք հետևել այս զարգացումներին։